Շատ նորմալ։ Ինչ որոշում եք այստեղ։ Եղազանն է։ Ես կառաջադրեմ։ Այո։ Հուսացրեմ։ Անընտրվել է թեկնած։ Կին Ղազարյան, դուք Արուրանի ինչ Միանշանակ։ դուք ինչ ծրագրեր ունեք, եթե օրինակ այնպես ստացվի, որ այս հանձնաժողովը անցնի, դե այնտեղ այդ բանը կա ընդդիմությանը, փոխնախագահի պաշտոնը Նախ եւ առաջ ես ուզում եմ առիթից օգտվելու, ասեմ, որ պարոն Եղանը 7 տարի կառավարել այն հանձնաժողովը, որի անդամ եմ եղել ես, եւ պետք է ասեմ, որ պարոն Եղանի հետ նաեւ ուսանողական ընկերներ ենք եւ ես այս ողջ ընթացքում մեր հարաբերությունների շատ բաներ եմ սովորել պարոն Եղանից եւ շարունակելու եմ այս ընթացքում իր հետ խորհրդակցել եւ մենք միասին ենք ըստ էության աշխատելու հանձնաժողովի նախագահան որևէ առավելություն այս իմաստով չունի եւ պարոն Եղանն ունի շատ կարեւոր գիտելիքներ, որ վստահաբար ծառայեցնելու է հանուն Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ դինամիկ եվրոպական ինտեգրման գործընթացին։ ժողովում մնալվի։ Հուսամ։ Ամենայն հավանական տեսնենք էլի, այնտեղ թվեր կան սահմանափակ էլի, թիվը արդեն ֆրակցիան կորոշի։ Կին Ղազարյան, իսկ Դուք ինչի եք միշտ բացասական նայում հարցին։ Չէ, ես անցած անգամ էլ ասացի, ոչ թե վարչությունը ինչ որ մեկին չի ընտրում, այլ վարչությունը մեկին ընտրում է։ Այնպես որ դուք միշտ դրական կողմից նայեք։ Քանի որ երեսներ էին լինում, ինչ առանցքային, այսպես ինչ որ առանցքային տարբերություններ կան ձեր երիտերու Քանի որ ամեն վարչության անդամ ունի իր սուբյեկտիվ դիրքորոշումը, այս կամ այն պաշտոնը էական չէ, որ ինչպես է առաջնորդվում, ես կամ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար